Ժողովրդավարական համախմբում կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն հայկական պետության։ Քաղաքական ուժի ղեկավարը ընտրական իրավունքը իրացրել է Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան 4-49 ընտրատեղամասում։ Սպասելիքներս բավականին դրական են, բնականաբար վերջում ժողովրդի քվեից է կախված, ժողովուրդը պետք է կնիքը դնի ու վերջում երևա արդյոք արդարացված են թե ոչ, բայց սպասելիքներս բավականին լավ են, որովհետև այս շփումների ընթացքում պարզ էր դառնում, որ քաղաքացիները իրականում փոփոխություններ են ուզում, համակարգային փոփոխություններ են ուզում, թե ինչքանով դա կարտահայտվի քվեների տեսքով կտեսնենք, որովհետև հոգեբանական ճնշումները, կասեմ, կամ զանգվածային լրատվամիջոցների միջոցով գիտակցության մանիպուլյացիաները բավականին ինտենսիվ էին տեղի ունենում այս օրերի ընթացքում, անգամ լռության օրը, այնուամենայնիվ տեսնենք Աստված առաջ չի կարելի մինչև ընտրությունները չավարտվեն, որևիցե բանի մասին խոսալ, թե խախտումների, թե լեգիտիմության, թե ոչ լեգիտիմության, մինչև ընտրությունները չավարտվեն, չամփոփվի, որևիցե հետընտրական գործընթացների մասին այս պահին խոսել ուղղակի չի կարելի։ Մեր քաղաքացիներին ասելիքս հետևյալն է, որ անպայման գնացեք ընտրության եւ ընտրության հիմքում դրեք ոչ թե տեխնիկական պահանջները կամ ինչը ձեզնից ակնկալում են տարբեր դերակատարներ, այլ ձեր քվեարկության հիմքում դրեք գաղափարը, սկզբունքը եւ հավատամքը եւ որևիցե կերպ ձայների փոշի ասման կեղծ օրակարգին մի տրվեք, որտեղ այդպիսի օրակարգ չկա։ Անցնելու է կամ հաղթելու այն ուժը, ում հենց մեր քաղաքացին կքվեարկի։